У меня много сложностей было. И каждая сложность меня сделала сильнее. Я готов, я сам туда пошел. Փողը вообще էակաչի, это моя жизнь. Շատերը просто չեն պատկերացնում, շատերը ատենում են սիրուն մասը։ Ձեր սկզբունքները ոչ մեկ չի կարող փոխել։ Я очень принципиальный. Я не хочу для них быть хорошим, потому что они для меня плохие уже. Դուդուկ երգը շատ քննարկվեց։ Լավ չէ ли դրա տեղը մի հատ ռեպոստան է։ Ես խիչ պիտի իմ երկերը չերկեմ, որ քո երկերը երկեմ։ И это он тоже помнит, и я это помню. Չէ որ ասենք ես էլ եմ ասում, չէ կարող պատկասեմ, որ կարող այսօր մեկ ինձ ճանաչի, որպես երկիչ արկածի դու մի կա։ Բայց արի ուտես, որ сила притяжения есть. Нельзя сдаваться. Категорически нельзя сдаваться. И поэтому, кто меня смотрит, ребята, не расстраивайтесь, просто идите вперед. Եթե հանդիպեք 14 տարեկան Արկադիին, հիմա ինչ կասեիք իրեն։ Հաղորդման էքսկլյուզիվ գործընկերն է Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը։ Հաղորդման գործընկերն է Windham Grand Ծաղկաձոր հյուրանոցը։ Հաղորդման գործընկերն է Solar Portal ինտերնետային հարթակը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Բարև ձեզ Սոնա ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Ոնց է էմոցիաները տեղի հետ կապված։ Լավ ո՞ս կարան է։ 3 հատ մեծ մենամերկ միայն լավ хорошее воспоминание։ Ու շատ հաճել էր, որ հատուկ իմ համար եք ընտրել տեղը։ Այո, պատահական չի, որ հենց այստեղն ենք ընտրել։ Спасибо։ Շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Մերսի։ Մեծ պատիվ է։ Մեր համար էլ շատ շնորհակալ եմ։ Գնանք։ Համալիրում երկու օր իրար հետևից եղել են համերգներ, բացի դրանից մեկ առանձին համերգ է եղել, բայց այդ երկու օր իրար հետևից համերգ եւ երկու օրը լեփլեցուն դահլիճներ, նույնիսկ այնպիսի լեփլեցուն դահլիճներ, որ երկրորդ օրը աթոռներ են ավելացրել։ Հեշտ է Համալիրում համերգ դնել եւ ամբողջությամբ լեփլեցուն դահլիճի առաջ ելույթ ունենալ։ Որ ճիշտն ասեմ, ես չեմ հավատացել, որ կարամ մի օր անեմ համերգը ու մի օր չգիտեմ, sold out կլինի, բայց իմ ընկերս, ով որ կազմակերպել է, ինքը ինձ ասում էր առաջի օրը, որ անում ենք, ասում էր արի 2 օր անենք։ Ես էլ ֆրանկ եմ, ասում եմ ֆրանկը պետք է աշկով տենա, որ հավատա, ես չհամաձայնվա, ասեցի չէ, ես ինչ ես խոսում, ես շատ կարամ մի օր անեմ, մնաց 2 օր անեմ, ու ունես ստացվա, որ մի օր արինք, ու արդեն այն մյուս համերգները, ոնց որ պետք է ասում էր 2 հատ անենք, բայց արինք 3 հատ։ Մի հատ, որ չի հավատում, որ կարամ դաժե մի օր անեմ, ու հետո 2 օր իրար հետևից ենք արել։ Ասեմ, դաժե առաջի համերգին էլ շատ հանգիստ եմ ելել, բեմ։ Նույնիսկ Ռիփսիմյան Ակոպյանն էլ որ դուետ ունենք, արդեն ինձ սպասում է, որ պետք է ելնեմ բեմ, սաղեկան թիմը, որ всё դուետով выход, ու ես էլ տեսա, որ իր գրիմյորքին ջուր չկար, բան չկար, ասի, դե ինչ մի կանչես օգնական բան, ասի, ես որ շուտ ջուրը տանրուտ իշում եմ էտի, ինքը սեզ եմ, որ սաղ սպասում են քել բեմ, սենք պրոստա հանգիստ եկա ջուրը դրեցի, ասի, դու ջուրը թոլնի, միջև մնացած է իրան կբերեն, իմ մոտ տպավորվել է, ու չգիտեմ, ասեմ խեմա հանգիստ, ու շատերին հետաքրքիր է, խեմ ես միշտ հանգիստ ելնում եմ։ Եթե իմանում ես, որ իրոքից եկել են քեզ քո համերգին,
իրոքից են եկել ու իրանք ուզենալով են եկել, շատ արխային է սերնում, որտեվ իրանք սա քո հարազատներն են։ Իմ մոտ այտենց է չեմ անում։ Դա опять же ժողովրդի շնորհիվ է, որ իրանք սիրելով են գալիս, ես դրա համար արխայներում եմ, ու ես չեմ պատրաստում ընդհանրապես, չգիտեմ ինչ եմ խոսալու։ Համալիրի երկու համերգին ռեժիսորը ասում էր, Արենը ասում էր, թե քելնես սենց խոսած, այնի կայնես ընդե, ես դեն չէի անում, բայց իմ թիմը գիտեր, որ ես մեկը ուրիշ ձև եմ անելու, որտեղ մենք արդեն շատ համերգներ ենք տվել, լսեցի իրան, լսեցի դեն չանեցի, բայց համերգ են սկսվավ, ժողովրդին բոլորին բարևի ու ասի մի ծափարեք ռեժիսորին, ասի Արեն ջան, ինչ որ դու նոր ասել էր, ոչ մի բան չի լինելու տենց ու չգիտեմ ոնց անելու ու իրոքից տենց է։ Սիրում եմ անկեղծություն ու ոնց կամ այդպես եմ ինձ պահում։ Դրա համար չեմ դժվարանում։ Իսկ երբ համերգը վերջանում է, ինչ էմոցիաներ են ձեզ մնում, հիշում եք այդ համերգը, թե ինքը այսպես մի շնչով անցնում է ու ոնց որ մի վայրկյան լինի։ Հետո եմ հասկանում ինչ ա եղել։ Օրինակ նոր որ ստենստած սպասում եմ ինչ թիմը պատրաստվել, իմ համար ասեք, ես չէի կարա պատկասնել, որ հատուկ համարերում կվեկալ են ինտերվյու, որովհետև ես համարերում արել եմ 3 հատ համերգ։ Ես դա չէի կարա պրոստը պատկերացնել։ Ու շատ ուրախ եմ։ Այո, տեղը շատ հատուկ անտրված, որովհետև իսկապես, երբ որ, չգիտեմ, ձեզ համար ոնց է այդ էմոցիաները, երբ որ դուք համալիրում արդեն 3 մեծ համերգ եք ունեցել, բայց մի համերգը նույնիսկ այդպես ֆանտաստիկ է, այնպես որ դրա համար չէին կարող ուրիշ տեղ անել։ Ես առաջի համերգի հելել եմ ժողովրդի մեջից, ու դե ժողովուրդը չէին իմանում, որ ես ընդեղ եմ լինելու, ու ես ամել ասում եմ դող ընկավ ջանաս, ինձ ախրանան անցկացրեց ժողովրդի մեջ, որ մարդ չտենա, բա մասկայի հակած կապյուշոն, ինձ նայում եմ, գիտեն թե հիվանդ եմ ես ով եմ, եկա ժողովրդի մեջ նստա, դե չեն իմանում, որ ես եմ, ու համերգը այդպես է սկսվել, ես ժողովուրդից եմ ելել, ու որ ես եկա հետևով եկա նստա ժողովրդի հետ, այդքան որ մարդ տեսա նոր հասկացա, թե ինչ լուրջ բան է, էլի ասենք համարերում համերգ անելը։ Սարերով իմ սիրտը հասավ իր կեսին բոլոր ճամփեքով սիրտ սերտի տված միասին ամառվարևով քեզ գրկեմ դառնանք մենք ոսին աշխարհն է իմանա մեր մասին։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք, թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ solarportal.am մուտք գործիր հիմա։ Բոլորի ամանորը այդ երգով էր պայմանավորված, նոր տարվա գիշերը երգներ։ Ինձ հետաքրքիր է ոնց եք ընտրում հիթային, այդքան հիթային երգեր, առասարակ ոնց է այդ լինում, զգում եք, որ դա կլինի հիթ։ Ճիշտ ասած, չէ, կարամ տես կրացի ասեմ, մի քանի դեպք ոնց է եղել, ասենք իմ մոտ մեկը հայերեն է եղել, որ շատ արձագանքել է, ասենք ռուսերեն էլ է եղել, որ շատ արձագանքել։ Ես չգիտեմ, անում եմ ինչ, ինչ որ ինձի դուր է գալիս, անկեղծ եմ ասում։ Նոր տարվա գիշերը հետ կապված շատ տաղանդավոր տղեկ կան, Հարութը Վարդանը, որոնք գրել են ճամփա տղեկը սարերով, ձորերով, ու որ տղեկը գործ են անում, իրանք ինձ ուղարկին այդ երկը, բա մի հատ լսի, որ լսի դանդաղ երկա, չխորացա շատ, էլի ասենք ընդ լսեմ, բարերը բան, ասա չէ տղեկ, շատ է, էլի դանդաղները, ու որ գնացի ստուդիա ուրիշ երկ երկելու, տղեկը ասի մի հատ կարող է լսես, նոր տարվա հետ կապված, ասում եմ, բայց որ էր ընդ նոր տարվա հետ կապված, չէ լսեմ ինչ էր, որ միացրին ինձ շատ դուր եկավ։ Ասի ու տես ոնց որ միշտ այդպես անում, իրանք գրում են, իրանք ոնց որ գիտեն ինձ ինչ կսազի, էլի իրար հետ այնքան եք աշխատել, որ մի կուպլետ պրիպևը երկեցի, նախ ասեմ կներեք, ես կարող կես հայերեն խոսամ, կես ռուսերեն, քանի որ 4 տարեկանից Ռուսաստան եմ ապրում, կեսը գնացել են Ամերիկա, Եվրոպա, մենք էլ Ռուսաստան ենք գնացել։ Ոչ մի խնդիր չկա։ Կուպլետ պրիպևը որ երկեցի ու լսա, ես զգացի որ շատ լավ է եղել։ Ինքը իմ վրա ազդել է։
ասացի 100% անում եմ։ Ու ես այդպես գնացել եմ ուրիշ տեղ ստուդիա, իրանց ասել եմ երկրորդ կուպլետը գրեք, միջև գամ։ Ես եկել եմ ոչ սովորել եմ երգել, ոչ բան, կարտալով երգել եմ ինքը իրոքից շատ էսել է առաջև վարքյանից, որ գնացել ենք Մանգալու Ֆրանսիա, այդպես մի հատ վիդեո է նկարել, որ մինչև երգը հելներ, դա անպայման գցե։ Ու ես հա սպասում եմ։ Եկավ մնացել էր 5 օր, չամպերեցի, գցեցի։ Այն որ ասում եմ, ասենց ջանս դող են եկել, ուզում եմ գցե, որ գցի շատ արձագանք տվեց, շատ վիդեոներ ֆռած, ոշմ։ Այն որ ասենց երգը չելած, բայց իմ համար ինքը խիտ էր, էլի, նու իմ երգերի մեջ եմ ասում, ես միշտ մրցում եմ իմ հետ։ Ու կորպորատիվ է գնացել, երգը մի օր կարևոր էր։ Հետը սաղ երգում են։ Ու ես այդ վաղ, որ երգում եմ, ուտեն մեզ սաղ հետս երգում են, պրոստա ջանս դող էր ընկե, ուրախությունից, էմոցիայից ու այնքան էմոցիոնալ էր, որ ասենք ես ինչ-որ անկեղծ անում եմ, ինչ-որ ես սիրում եմ, ժողովուրդը դա ընդունում է ու սիրում է։ Ես հիշում եմ վիդեոն, որ նույնիսկ բառերը դեռ չէիք սովորել, որովհետև երգը դեռ երևի չէին հանձնել հանդիսատեսի դատին, բայց արդեն երգը այնքան սիրված էր, որ պահանջարկը շատ մեծ էր։ Ու ասեմ, դա առաջի երգն է իմ մոտ, որ բոլոր չարտերում Հայաստանում առաջի տեղն է եղել, YouTube-ը, iTunes-ը, բայց Ռուսաստանի YouTube-ում իմ մոտ չէր եղել, որ առաջի տեղն էր, դե ոնց է ինքան պապրասմոտրում էլի, Ռուսաստանում էր առաջի տեղը, հայերեն երգ, որը որ այդ իմ համար շատ կարևոր էր ու ես շատ ուրախացա։ Թողնիսերը շուտ վարվեն, ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն, մորանամ իմ հինգ ուշերը, իսկ գրկես ու ժպտալով, սավառնենք Երևանով, սիրելով։ Նայք, երգի մասին խոսելիս ասեցիք, որ սազական էր ձեզ, որովհետև գիտեին ձեզ ինչ երգ կսազի։ Բայց ձեր երգացանկը շատ տարբեր է։ Լեզվի տարբերությամբ, այսինքն կան ռուսերեն երգեր, հայերեն երգեր, գիտեմ նույնիսկ իսպաներեն եք երգել, փորձ արվել է, բայց ամեն դեպքում երգերի ոճերը շատ տարբեր են, որովհետև արտիստներ կան, երգիչներ կան, որ մի երգը մյուսին այնքան նման է, դու արդեն երգով գիտես ով է երգում։ Ձեր դեպքում տենց չի։ Հիմա մի կողմից գիտեմ, որ սիրում եք նորություններ փորձել, դրանով է պայմանավորված, բայց մյուս կողմից ոնց եք որոշում, երբ ռիսկի դիմեք նոր երգ վերցնելիս։ Ես կարող եմ պատրաստվել մի հատ երգ անեմ, մեկ էլ ինձ մի հատ երգ ուղարկեն, ասեմ մի հատ լսի, ուրիշ տեղ կամ չգիտեմ, դες տարբեր մարդկանց հետ եմ աշխատում։ Ու ես այդ պահին ուզենամ դա հանեմ։ Սաղ դնեմ մի կողմ ու կարող եմ մոռանամ այդ երգերը ու էր չանեմ, ասենք շեղվեմ այդ երկերի վրա։ Չգիտեմ, այդ պայն ինչ ուզում եմ, իմ սիրտս ինչ ուզում է, այդ եմ անում։ Այդպես է եղել։ Բրատը որ հանել եմ, լուչը, ախորս այդ вообще չի կարա պատկասնել, որ կարող Հայաստանում սիրվի։ Բայց ես Երևանով եթում եի, որ լսի դեմիս ավտոնետ էր լսում, ուրախության չափ չկար։ Սիգնալ եմ տալիս, որ կայնացնեմ եմ, որ սենց էմոցիա, բայց ինքը չկայնավ գնաց, չջոգեցել։ В общем, не знаю, делаю то, что мне нравится. Windham Grand ծաղկաձոր հյուրանոցը ամերիկյան բրենդի ներդրումային հյուրանոց է, որը հնարավորություն է տալիս գնորդներին ստանալ 5+ աստղանի ապարտամենտ, ամբողջությամբ վերանորոգված եւ կահավորված, այնուհետև հանձնել այն բրենդին վարձակալության, տարեկան շատ բարձր եկամուտ ստանալով, մոտ $33,000։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Ամբողջ ընտանիքի համար անվճար հանգիստ տարեկան 21 օր աշխարհի լավագույն 4500 հյուրանոցներում։ Շատ լավ եկաք, որովհետև հաջորդ հարցը հենց բրատի մասին է ինձ մոտ, որովհետև ինքը շրջադարձային է եղել ձեր համար ու երևի հիմա արդեն նոր տարվա գիշերն էլ շրջադարձային է, որ հայալեզու լինելով երգը Ռուսաստանում առաջատար է եղել ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Բայց վերադառնալով բրատ երգին, ինքը շրջադարձային է եղել ձեզ համար եւ ինձ հետաքրքիր է ուրիշ երգեր կան, որ ձեր կարիերայում բրատից հետո եղել են շրջադարձային։ Երգիչ, որ ես ճանաչել են, որը ասենք հստակ ճանաչել են, որ դառել եմ երգիչ ու կարացել եմ
համերգներ անեմ, դա տարբեր բան է, մեկը երկես, բայց կարողանաս համերգներ անես ու գան, դա բրատից է եղել։ Ինքը ամենաշրջադարձայինն է։ Ինքը, հա, որովհետև այլ ազգերը սա գիտեն։ Նու սա ասելով, ասենք Ռուսաստանում շատ էր գիտեն։ Ինձ կարող է չճանաչեն, բայց այդ երկը գիտեն։ Իրա դիտումը շատ է։ Պրոստը մենք որ երկու տեղով է YouTube-ում այո, այո երկու տեղով է գծած, Արսեն Կասևն է ավտորը, ինքն էլ է գծել ամ, այտենց խառն է եղել, բայց դա իմ համար էական չի պրասմոտորը, կատեգորիչեսկի։ Կարևորը երկը սիրվի։ Ես հիշում եմ դրա հետ կապված պատմությունը, որ սկզբում երգի հաջողության այնքան չէիք հավատում, որ մի քանի առիթի ժամանակ մերժել եք, չէ՞, երգը կատարել։ Իմ ընկերս է եղել, ասեց, բոլորը էր, ասեց, խնդրում եմ երգի, ասեց, չէ, չեմ կարող երգեմ, ասեց, խի, որովհետև մարդ չի բարի։ Ասի, ես էլ բան կնեմ, էլ ասի, արի ուրիշ բան երգեմ։ Երկրորդ առիթին էլ ասեք երգեմ, բայց էլի ամաչեցի երգեմ, ես մտածում էի մարդ չի բարի։ Բայց հետո մի 3 օրից հասկացանք, որ սա Երևանը դրատագիր բարի։ Նու սաղ ասելով շատ էլ է, մի գլուխ չեմ գոհում, նու այդպես առիթ չկա, որ դա չի երկեմ, լավ այդպես թողնի։ Ու երգրոն էլ է իմանալով ինձ ու աղբորս առանց ինչ-որ այդպես անկեղծ պրոստը գրել ենք երգ, ես ու աղբորս երգել ենք։ Лучших из лучших и не тебя круче, мой брат. 1+1 не превращается в 0. Իրական իրադարձությունների վրա հիմնված շատ երգեր կան ձեր երգացանկում եւ տեսահոլովակներ կան։ Իմ համար շատ տենց նշանավոր ա եղել մամա երգը, որովհետեւ նախ տեսահոլովակի փոքրիկը ձեր շատ է նման, չգիտեմ ոնց է կտրել, բայց լուրջ ես որ նայում էի, ես տենց մի վարքյան չեմ մոռացել ում տեսահոլովակն եմ դիտում կամ ում մասին է տեսահոլովակը, որովհետեւ շատ նման է երեխան ձեզ։ Ու այդ պատմությունը իմ համար տենց շատ սիրուն ու հուզիչ պատմություն է միաժամանակ եւ ինձ հետաքրքիր է մի քիչ որ տենց գնանք դեպի հետ ու հասկանանք ոնց սկսվեց ձեր երաժշտական կարիերան, որովհետեւ գիտեմ որ ընտանիքում երաժիշտներ կան, երգիչ չգիտեմ, երգում են, եղբայրը բոլորը երաժիշտ են, ու մենք բոլորս նվագում ենք տարբեր գործիքներ, вообще չենք սովորել երաժշտական դպրոց, ինձ որ ուղարկել են երաժշտական դպրոց, ինձ вообще հետաքրքիր չէր, ես չգիտեմ, որովհետեւ սլուխով էի նվագում ու չի կարող նստել, էլի դասերից հա փախնում։ Ես ակարդեոն եմ տվել, որը вообще ինձ հետաքրքիր չէր, բայց կարող եմ նվագել։ Բայց հիմա հասկանում եմ, որ պետք էր սովորել։ Օրինակ ես մեծ սիրով դաշնամուրի կետայի եմ վաղտ, որտեղ եկա все-таки պրոֆեսիոնալ ես իմանում։ Хотя պրոֆեսիոնալի ելնելով կարող է օրինակ եմ ասում, ես ինչ որ եմ անում եմ, ես համարեի թե էսի լավ չի, լուրջ չէ, էդ էլ կա էլի։ Որտեղ շատ ունեմ դες коллегаներ, որոնք այդում են արդեն դասական սովորում են, բան, уже мировоззрение по-другому смотрит на такую музыку. Շատ կուզեի այդ նույնը լինի ավելի, ասենք, օրինակ, ինչքան է սլուխով ես անում, ինչքան էլ դե սովորել եմ, բայց այտենց չէ, էլի, ասենք, լուրջ չեմ գնաց, ասենք, չգիտեմ, երաժշտական դպրոցից միշտ փախել եմ։ Իսկ ինքնուս ինչ երաժշտական գործիքներ եք նվագում։ Դուդուկ եմ նվագում, ինձ թվում է վաչ եմ նվագում։ Դե բոլոր գործիքները նվագում եմ բացի բան, լարային։ Եթե մի մոմես սովորել է, բայց մոռացա։ Մնացածը ինքնիկան աստացում, որովհետև 5 տարեկանից ես մեր տունը հետ եմ տեսել։ Չգիտեմ, դոլ կլինի, ակարդեոն կլինի, դուդուկ կլինի, այդպես էլի։ Իսկ տեսահոլովակի պատմությունը այդ հատվածը եւս իրական է։ Սա այդպես երաժշտական գործիքը չի եղել, էդի ոչ կոմերցիա եղել, ես պրոստը մամայից ուզեցել եմ նվեր տամ ու ասեմ, որ ես ամեն ինչ հիշում եմ։ Բայց երաժշտական գործիքը, որ նվեր ստացաք մամայից։ Հա, այդպես է։ Էլի ինքնուս սովորեցիք։ Որ ես այդպես սինթեզատոր եղա։ Առել եմ ու սկսել եմ նվագել սովորել, հետո եկավ մի պերիոդ, որ ես որոշի պետք է երգեմ մենակ։ Սա գործիքները ծախել եմ, որ տունը մի հատ սինթեզ չունի, որ ես չետամ միտե առիթա կորպորատիվա, որ նվագեմ, որ պրոստը երգեմ, այտենց է եղել։ Ու որ մի խառը ստիլերով եմ երգում, չգիտեմ, դա ասում է երգիչ համար ամենալավ դպրոցը դա ռեստորանում երգելն է։ Իմը շատ է եղել, ես տարիներ ռեստորանում եմ երգել ու Ռուսաստանում։ Դու դե չես կարող ընտրես ինչ ես դու երգում։ Ընդ ժողովուրդ անդրում ու այտենց է ստացվել, որ Ռուսաստան համ հայերեն եմ իմացել, համ այն եմ սիրել, համ այնի ու այտենց շատ խառը ժանրներ եմ երգել։
Վերադառնալով էլի տեսահոլովակին ու պատմությանը, դժվարությունների մասին չեմ ուզում հարցնեմ, որովհետև դրանք եղել են եւ անցել են, բայց այդ պատմությունը ինձ շատ ջերմություն է փոխանցում այն իմաստով, որ ես հասկանում եմ ու զգում եմ, կարող սխալ եմ զգում, դուք ինձ կասեք, որ մաման շատ փոխել է այդ դժվար կյանքը ու իր ջերմությամբ, հոգատարությամբ հեշտացրել է ու նույնն էլ դուք իր համար, որովհետև ոնց որ դուք իրար ունեիք ու այդքանով կյանքը մի քիչ ավելի հեշտ էր։ Պատասխան։ Ես ուզում եմ մամայի մասին հարցնել, ինքը ինչպիսի կին է, ինչ է սիրում։ Ինքը աշխարհի ամենասկրոմնի կինն է ու բարի։ Էդի ով որ իրան ճանաչում է ինքն է ասի։ Այնա չի իմ մամասը ասում եմ, ես շատ ռեալիստ եմ։ Խմի կարա ասեմ մամաս շատ շուստրի կնիկա, ասենք, չգիտեմ, հումորով կնիկա կամ բայց ինքը այդպես չի, բարի աշխարհի, բարի ու սկրոմնի կնիկն է։ Դուք իրան եք նման բնավորությամբ։ Հա։ Այդ է։ Ու այդ դժվարություններն էլ որ ճիշտ ասեմ, ես շատ ուրախ եմ որ եղել է։ Էդի է սարկում ինչ-որ ձիգ ու էդի է լիք, ну мудрым делает сложности։ Եվ երկրորդ հարցը, որի մոտ առաջացել է տեսահոլովակը դիտելիս, հետաքրքիր է, երբ որ դու այդ ժամանակ ապրում ես այդ դժվարությունները, մի տեսակ սկսում ես մեղադրել բոլորին, չգիտեմ, մարդկանց մոտ սովորաբար այդ առաջին տրամաբանական ռեակցիան է, չէ՞, ճակատագրին, բախտին եւ այլն։ Որտեղից եք գտել ուժ ամեն անգամ այդ հիասթափությունները հաղթահարելու ու առաջ գնալու համար, որովհետև մարդկանց ինձ թվում է այդ կարևոր է մարդկանց համար, ովքեր անցնում են, բոլորս էլ դժվարությունների միջով անցնում ենք ու երբեմն չենք գտնում այդ մոտիվացիան կամ այդ ուժը, որ չհիասթափվենք, հետ չկանգնենք ճանապարհի կեսին։ Չեմ մեղադրել ոչ մեկին, եթե այդ պահին այդպես եղել, ուրեմն այդպես պետք է լիներ։ Բայց այդ պահին դա այդպես հասկանում ու մտածում եք։ Դե չգիտեմ, կարող է այդ պահին մենակ ուղղակի աշխատում է թե այդ սիտուացիայից ելնելու համար, ես չգիտեմ, բայց այդպես չեմ կարող ասեմ, որ ես հիշում եմ, որ ասում եմ, այ դու ես մեղավ։ Այդպես է ստեղծվել, այդպես է պետք եղել ու կարող է Աստված այդպես այդ տարիքում է դա արել, որ հետո լավ տարիներ լինի։ Չէ՞ որ ասենք ես ել եմ ասում ես չի կարող պատկասնել, որ կարող է այսօր մեկ ինձ ճանաչի որպես երկիչ Արկադիյ Դումիկյան։ Չգիտեմ, ինձ թվում է իմ կյանքում ոնց է թվում է այդպես պետք է լիներ, գրված էր Թեգուզ Դումիկյան ազգանունը։ Իմ պապաս ազգանունը Բաղդասարյանն է։ Բայց քանի որ երկրաշարժի տարիներն եմ ծնվել, ԶԱԳՍ չի աշխատել, ինչ է եղել, դե չգիտեմ, հիմա խառը ժողովուրդը ԶԱԳՍ չեն եղել մաման ու պապան, այտենց ու ընթացքում ինքը պետք է հետո անեին, հետո ԶԱԳՍ, հետո, բայց արդեն թղթերս, չգիտեմ, դասի հետում ես գրում էի Դումիկյան Բաղդասարյան, ասենք այտենց, ու ես որ եկավ Ռուսաստանում պետք է տանել ցույց տալ, որ ես ռուսական դպրոց եմ սովորել, սա դպրոցը ինձ ճանաչում է, որտեղ ես առաջի տեղեր եմ ընդ գրել, ասենք նմրցումներ ա եղել, քաղաքից Սմանսկ ենք ապրել։ Իրանք ինձ թուղթ են տալի, բայց ուրիշ ազգանունով։ Ու իմ ազգանունը ոնց որ, չգիտեմ, անցավ ժամանակ ազգանունս դառավ ինձ պսևդոնիմ։ Ոչ թե ինձ իմ ազգանունով են դիմում, ես իմ ով եմ, չգիտեմ, Դումիկյան, դառել է ոնց որ անուն, էլի։ Բայց շատ մարդիկ իրոք ազգանունով գիտեն ձեզ։ Ազգանունով գիտեն ու եթե ոնց որ անունը սա դառել, ոչ թե ասենք ինձ ազգանունով են դիմում։ Ասենք Դումիկյան են ասում։ Ու ես ճիշտ ասած դաժե առաջի իմ կլիպների ժամանակ ում հետ որ աշխատում էինք, այն վաղ ասում էի որ արի անունը չգրենք, Արկադի շատ կա։ Ասում էին չէ, ասենք այտենց նու ոնց կլինի, չգիտեմ, բայց մենք այտենց չարենք ինստինկտյան, այտենց եղավ որ ժողովուրդը ինձ ասեց Դումիկյան։ Ու եկավ այն պահը, որ ես հասկացա նորից, որ ես ոնց զգում եմ, պետք է այտենց անեմ։ Եվ ես գիտեմ, որ հենց այտենց էլ ապրում եք, որովհետև ձեր սկզբունքները ոչ մեկ չի կարող փոխել, ոչ մեկ չի կարող խախտել, բայց այդ սկզբունքները միայն արվեստին, կարիերային են վերաբերում, թե նաև անձնական կյանքում, գործնական, ընկերական։ Սաղ դե մենակ ու երկելով չէ։ Ասենք օրինակ ես տղա ունեմ ու ես իմ ցելս այս կյանքի այնի չի որ ես մեծ դալիչներ հավաքեմ։ Ես ուզում եմ որ մյուս օր իմ տղուն ասենք ասեն Արկադի տղենա, ասեն պապա շատ լավ մարդ է, չգիտեմ, 100 տարի հետո կլինի թեև կամ մարդ է, իրան էդի որ իրան դուխտ է ու մոտիվացիա տա որ ինքն էլ պետք է տենց լինի։ Թե չէ երկը այսօր Լյուբոյ սվերա մեջ ուժեղ կա։ Իդեպ այդ մասին շատ եք նշում, որ ձեր համար շատ կարևոր է իրոք, որ առաջին հերթին մարդ տեսակը ձեր գնահատեն, իմանան, ճանաչեն, նոր որպես լավ երգիչ, հարցազրույցին պատրաստվելիս շատ տարբեր մեկնաբանություններ եմ ընթերցել, շատ տարբեր հարթակներում, ձեր տեսահոլովակների ներքևում գրված մեկնաբանությունները, տարբեր վիդեոների ներքևում, ու ինչն է ուշագրավը, եթե ստատիստիկա հավաքեի, միշտ կա լավ տղայա,
լավ մարդ է ու հետո նոր լավ երգիչ է։ Այսինքն այդ ստացվել է։ Ինձ հետաքրքիր է լավ մարդ եւ լավ երգիչ տարբեր են։ Չէ, ինձ թվում է չէ։ Դեմոս, չգիտեմ, ինձ թվում է սաղտեղ ինձ պահում է ոնց որ ես կամ թեգուս բեմում, թեգուս ընկերներիս մոտ, թեգուս իմ գործընկերների մոտ, չգիտեմ, տունը, այդպես բան չկա, որ ես ելնեմ օրինակ, չգիտեմ, բեմին, շում է ուրիշ մարդ են, էլի։ Опять же, դու որ ելնում ես բեմին, եթե քո գործն է, եթե քո պրոֆեսիան է, դու ունդ է, չգիտեմ, այդում ես շորը երաժշտական աշխարհ ես այդում։ Բայց ինձ թվում է սաղտեղը նույնն եմ, էլի։ Բայց պետք չի կերպարային լինել կամ, չգիտեմ, արտիստի համար ինչ է պահանջվում, որ օրինակ մարդ տեսակը մի քիչ պետք է այդ դեպքում հետ քաշվի, Արկադի Դումիկյանը որպես արտիստ բեմում լինի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև չեմ խորացել այդ ինչ-որ տես երկու դիվայներն եմ կամ բան։ Պրոստը ես հասկանում եմ, որ իմ գործը պետք է անեմ լավ, ու լուբե մարդը պետք է իր գործով նախ զբաղվի ու անի լավ։ Սիրի այդ գործը ու անի լավ, դրա համար որ ես ելնում եմ բեմին, ես այդ բան, ասենք, я уже երկիչ Արկադի Դումիկյանը, որը պետք է անեմ իմ գործը լավ ու այդ շողտ եկել են իմ համերգներին, որ ես լավ բավարարություն ստանամ։ Բայց ես բեմից եք արամ մնես բան խոսամ, որը կարող է այդ տունը չայ խմելուց ասեմ։ Այդպես եմ ես, ու ես այդպես եմ սիրում, ու ես շատ ուրախ եմ, որ ինձ հենց այդպես ընդունել են։ Ու ձեր համար գիտեմ, որ շատ կարևոր է, որ համերգների ժամանակ ժողովուրդը իսկապես շատ ուրախանա։ Իհարկե, ինձ թվում է սաղ երկշանել դա է։ Եվ էդ էլ է հեշտ ստացվում, այսինքն միևնույն է ժողովուրդը միշտ շատ լավ ուրախանում է, թե այն ռոմանտիկ պահն էլ ապահովում եք համերգների ժամանակ։ Ճիշտ ասած իմ մոտ, այսպես չգիտեմ, միշտ դաժե օրինակ երկեր ունեմ, որ դանդաղ երկեր է, չգիտեմ, այնց ռոմանտիկ է, բայց իմ մոտ միշտ Спасибо Богу, ասենք, ես այդ եմ սիրում, շատ ուրախ անցնում, ու ասենք, չգիտեմ, օրինակ իմ մոտ պլյուս-մինուս երրորդ երկը միշտ ուրախ պետք է լինի, երրորդը երկից սաղ պարում եմ։ Օրինակ ես վերջը չգիտեմ տեղակետեք չէ, բայց Live Arena-ում մենք ունեցանք երկու համերգ, դա մեծ զալ է Մոսկվայում, երկու օր եղել sold out եղել, նույնիսկ աշխատողները ինձ չճանաչելով, ասում են էսով է այստեղ են եկել, երկու օր դրե չեն հավատում։ Բայց երկու օր եղել է sold out, ռեժիսոր եղել է Արամայիսը, որը հասկացավ, որ մյուս համերգներին պետք է պարտադիր ունենանք տանցպլաշատկա։ Նախ շնորհակալ եմ իրան, իրոք եմ ասում, իմ շատ մի ուրիշ համերգեր, հեսա շուտով դուրս կգաք տենակ, ես ինձ ինտեղ զգում էի լրվին Արկադի Դումիկյան, չգիտեմ, սաղ շատ սիրուն են համուզիչ էր, բայց միշտ իմ մոտ, որ այդ պարում է ժողովուրդը, տեղ չկա պարելու, ոնց որ մեկին թե մեկ ուզում է պարի, մեկը չի ուզում, հասկացաք օպտիմիստ լինի տանցպլաշատկա։ Իմ մոտ այդպես անում, իմ մոտ չի լինում ռոմանտիկա էր, ասեք այն նստել, չգիտեմ, այդպես շոր։ Ու ես դա չեմ սիրում ճիշտ ասած, որովհետև իմ ֆորմատն չի բերում, թե երկը, թե չգիտեմ, թե երկերի, ասենք, ֆորմատը չի բերում, թե իմ բնավորությունը այդպես չէ, էլի, շատ սուտ կլինի, ասենք, իմ մոտ այդպես չէ, չերեչուր ռոմանտիկա երկերենի ու ժողովուրդը գա նույն չի ստացվի։ Դրա համար ես էլ ուրախանում եմ։ 2 ժամ համերգը, օրինակ պլյուս-մինուս շատ ուրախ անցնում։ Ժողովուրդն ուրախ ժամը անցկացնում, սա ասում եմ շատ ավաց է ուրախ անցել, չգիտեմ։ Իմը այդ ֆորմատն։ Իսկ դուք տեսակով ուրախ մարդ եք։ Կարող եմ մի քիչ, անկեղծ ասեմ, մի քիչ լուրջ ելնեմ, ոչ թե ասենք, դե բնավորություն է, օրինակ աղբերս ավելի թեթև տեղականցնես։ Ես մեր տանը չգիտեմ, ասենք, որ ես դաժե գալիս եմ տունը, մեկ-մեկ որ բոլորս ասում են, եթե ես գալիս եմ, ինքս տիկանը որ լուրջ ապստանովկա է ստեղծում, բայց ես այդտենց եմ ծնվել, չգիտեմ։ Բայց ես սիրում եմ ուրախանալ, ուզում եմ միշտ ուրախանամ։ Բայց այդտենց չեմ, օրինակ հալալ աղբերս թեթև է ավելի, ինքը այդտենց ավելի թեթև է խարակտերով։ Երբ գալիս եմ տուն, ես ֆիքսեցի այդ արտահայտությունը եւ հիմա մի քիչ ընտանիք գնանք, ինձ հետաքրքիր է ձեր կնոջ հետ ոնց եք ծանոթացել։ Հարսանիք ենք եղել, որը կնոջս քուրը բանը իմ աղբորս կիննա տրայուրդնի, մամայս հորող տողու կիննա։ Մենք եղել ենք հարսանիքին, ես եղել եմ свидетель, կինս եղել է свидетельница։ Ինքն էլ ավարտած, կարմիր դիպլոմով յուրիդический, բայց այդպես ստացվավ, որ ոչ միտեղ չի աշխատում, մի բան է, այդպես զբաղվում է իր համար Դումիկյան բրենդինգ արել, ինքն է զբաղվում, իր դուրը գալիս է։
Ու որը շնորհակալ եմ իրան, իրոքից ինքը շատ է ինձ օգնում, էլի, որ ինքը կա եւ շատ հանգիստ եմ, որտեվ ես միշտ ինչ-որ մի քաղաք եմ, մի երկիր եմ, չգիտեմ, շատ կարևոր է, ես շատ ուրախ եմ, որ հենց ինքն է իմ կինը, որտեվ ինձ շատ է օգնում, ու միշտ կողքս է։ Առիթով երեխաների մասին ասացիք, որ շատ սիրում են երգել, բայց աղջիկների դեպքում այդքան էլ համաձայն չեք, որ իրենք երգեն։ Ինչու՞։ Դե չեմ ուզում։ Не знаю, ես սրա մեջ չեմ ուզում այդինի։ Իսկ եթե իրենք շատ համառ են, կթողնեք։ Եթե նես լինի, որ ես հասկանամ իրոքից ինքը առանց դրա չի կարող ապրել, որը որ ես չեմ կարող ապրեմ։ Ես որորը չերկեմ, ես ասել եմ սաղին, որորը ինձ ասեն դու չես կարող երգես, իմացեք մի շաբաթից եմ մեռել եմ։ Փողս թե вообще էակա չի։ Это моя жизнь։ Իմ այդ դեպքերը եղել, որ ես հիվանդացել եմ, օրինակ չգիտեմ, սառը այն վաղտե նոր-նորը ես չի հասկանում խիակատրեց ձենես, որտեղ ես բժիշկ չի հետում ցանը լալեր նայելու։ Ես իրոք եմ ասում, նստել լացել եմ մենակ։ Ու ես հասկացել եմ, որ ես եթե չերկեցի, ուրեմն մեռնել եմ վсё։ Եթե իրանք այտենց սիրեն, որ ես հասկանամ, որպես երկիկ, որ ну это ее жизнь, всё։ Okay, ես այդ ձեն չեմ անի կօգնեմ, բայց այտենց չի։ Пока что ես այդ չեմ տենում, դրա համար ասում են խոսքի պապա ուզում եք այտանք երաշտական դպրոց, ասում եմ հետո ինչ ուզում եք, մի գնացեք, չգիտեմ, այտենց էլի, բայց եթե ես իրոքից տենամ, ես պարտադիր ինքս եք օգնեմ։ Բայց հիմա երաշտական դպրոց չեն գնում։ Չէ, իրանք այդում են հայկական դպրոց, դե մեկ Ռուսաստան եք ապրում։ Հայկական դպրոց են այդում են սպորտի, чтобы здоровый образ жизни, դասի։ Տանը խոսում են հայերեն։ Հայերեն ռուսերեն, հա։ Բայց օրինակ այդտեղս 5 տարեկան է, դες սաղեր հայերեն խոսում են, դե որ ընդենք ապրում տուն ենք հայերեն խոսում։ Բայց այդտեղս օրինակ մի որ Հայաստան ենք, ինքը շատ է բանանում, ուզում է հայերեն խոսա, որտեղ ինքը սկզբից հայերեն խոսում էր, հետո գնաց սազիկ քչծավ, մի ինքը ամեն ձևի ուզում է հայերեն խոսա, գալի է հայերեն հարցեր է տալի, ասում է я люблю Армению, я армянин, ու ես ոչ սովորացնում ոչ բան, ու и мне это очень нравится. Որ իր մեջից է դա էլի ասենք ինքը տես բանոն ու ես ասում եմ սիրում եմ Հայաստանը ուզում եմ ստեմանամ եւ իր դեպքում ինչքան գիտեմ համաձայն կլինեք որ երգիչ դառնա բայց ինքը սպորտն է ոնց որ չեմ զորելու ել եմ ասում էդի խապելով չի էս եթե շատերը ինձ է գալի հարց են տալի ճիշտ ասած գալ ասում են իմ տեղն էլ է երկում մի բան արա առաջ է տա ասում եմ ինչ անեմ էդի գիտեք ոնց է հա որ եթե մեջից ինչ-որ բան կա նախ էդի չարչարվելով է ինձ որ ասում են մի հատ խորհուրդ տուր ասում եմ ես մի խորհուրդ կարամ տամ ասում եմ որը ասում եմ պետք է չարչարվելով հետո հասնի իր ուզածին որովհետև ես էդ եմ տեսել ես չգիտեմ ուրիշ ձև եթե իմանայի ուրիշ ձև այդ ուրիշը կասեի ինչ վերաբերում է տղուս ու երկա ես երկի ճռնելով ես էդի գիտեմ ես այտենց եմ հասկանում որ Эти չես կարա զորովանես զորով արեցիր это очень короткое время մեջից պետք է եթե ես զգամ իմ տղեն իրոքից մեջից ինքը էտա ուզում կամ ինքը չուզում բայց իր մեջից էտա շատ է ես պարտադիր ինքը կներքիչ բայց հիմի իր մոտ ամենասկզբից կար որ 3 տարեկանը չգիտեմ բեմի երկումը պետք է կողոս կաներ բայց ինքը вообще չի ուզում դե բայց ինքը փոքր է 6 տարեկանը չկա, սպորտով է զբաղվում, ֆուտբոլ, սամբո, ես էլ եմ վախտենը սամբո պարապե ու ուզեցել եմ ինքնել էտա, սամբո, ֆուտբոլ ու լողի այդ ու սազիկ, վсё։ Ոնց ինքը կնդրի իր կյանքը, թոթենցել են ես մարդ զբաղվի այն բանով, ինչ որ ինքը սիրում է, ստպելով չի։ Աղբորս երեխեն, որի անունը Էլի Արկադիա, այ ինքը չգիտեմ, ինձ թվում է մեր ընտանիքների մեջ շարունակությունը, որը որ մեջից ես տենում եմ ինձի նման ինքնա, որտեղ ինքը իրան այտենց ապանում, ոնց որ ես եմ ինձի պայ, ասենք 4 տարեկան, 3 տարեկանում, ինքը ասենք չի խոսում, բայց երկերը հետս երկում է, նու պատպիվա է հետ, ասենք, շատ է սիրում երաշտական էլի, բայց իմ երեխի մեջ այտենց չեմ տեսել էլի։ Արկադի Դումիկյանը եթե չլիներ երգիչ կլիներ մարզիկ, սպորտսմեն։ Եթե ծնողներս թողեն երեխա վաղ կարող է լինել սպորտսմեն։
Միջև հիմա շատ եմ սիրում, բայց քանի որ մամաս չթողեց ես այդ այ, քանի որ առաջ օրը քթիցս սաուներ եկավ ու ինքը վախեցավ, չթողեց, չգիտեմ, ինձ թվում է, եթե չնեի երկիչ ու սաղն, ասենք, մամասը չթողեր, չգիտեմ, նու բիզնեսմեն ելնելու, բայց ինձի որ ասեն, հեմի, վտարոյը, как бы, да, ինչով կզբաղվեր 100% սպորտսմեն կնեի։ Ну, բիզնեսմենը խիասետ է, որ վնուժնստի, այն չի ուզում։ Երկրորդ ուղղություն այո։ Բայց ես այդպես հաստատ կնես սպորտսմեն։ Ու սիրում եմ, միջև եմ պարապում եմ, սիրում եմ իմ основной ընկերությունը սպորտսմենն է, որտեղ բռնում է։ Ես է խմող, ծխող, люблю здоровый образ жизни պարապել, դες, չգիտեմ, սիրում եմ այդ կյանքը։ Ու շատերը այդ ընկերություն եմ անում։ Գիտեմ, որ ջիմ եք գնում շատ ստաբիլ եւ այսպես համակարգված, ինձ հետաքրքիր է շաբաթը ինչքան ժամանակ եք անցկացնում մարզվելու համար եւ մարզվելը ինքը արդեն ձեզ համար դարձել է ապրելակերպ, թե ինքը միևնույն է, որ պահին թողեցիք, հետո հետ վերադառնալը դժվար կլինի։ Չէ, շատ եմ սիրում ու մենակ ջիմ չէ, ես ճիշտ ասած երեխավախտվանից չէ, ինչ-որ մի պիրոտ, ես տարբեր սպորտերով եմ զբաղվել, բայց շատ քիչ, ամենաշատը սամբով եմ զբաղվել, բայց հիմի քանի որ այտենց ես երկիչ ելնելով ժամանակ եմ գտնում, հետո եմ ջիմ ու մեկ եմ բոքս եմ պարապում։ Но опять же, эти мотивация անում ես даже սաղինը խորտ եմ տալի, իրոք եմ ասում, ով սպորտով զբաղվում է, իմ մышление меняется։ Նախ էներգիա, սա զարմանում եմ, որ ասում են, ես ոնց ես դու թռնում, միշնում, համերգ, բան, ինչ-որ չես քնում, բան, ասենք ես կարող եթանք համերգների, ուրիշ երկրների եթանք քնեն, ես հետամ, ասենք հյուրանոցի ջիմում պարապեմ, ու իրանք չհասկանան դա ոնց է, բայց ես չեմ հասկանում իրանց, որտեղ այդ ինձ էներգիա է, ես Life Arena-ի համերգների օրը, որ պատասխանատու, ասենք շատ պատասխանատու համերգ է, բայց ես այդ օրերն եմ պարապել, այդ հալուց առաջ ես գնացել եմ ջիմ, հետո եմ գնացել, որովհետև այդ ինձի առօրյա սարքում, образ жизни, ու չգիտեմ, я себя так хорошо чувствую. Эмоционально, физически, и я считаю, что и мышление меняется. Մոտիվացիայից քանի որ խոսեցինք, ես գիտեմ, որ մրցում եք միայն ինքներդ ձեզ հետ, այսինքն պրինցիպի ընկնում եք ձեզ հետ։ Ձեզ փորձում եք, այս փոքրուց է եկել, թե նոր է այս տարբերակը առաջ գնալու, որովհետև ինքը իրոք շատ մոտիվացնող է։ Ավելի լավ է լինել այսօր, քան երեկ, ինքը շատ ժամանակակից աշխարհում մոտիվացնող տարբերակ։ Չգիտեմ, наверное, նախանց չեմ դրանից, հա, я так думаю։ Հետո օրինակ ես ինչ մրցեմ, ինք իրան ունի, ես իմ ունեմ։ Օրինակ մի որ սպասում է թե նյուժելի առաջի տեղը, պետք է նոր տարվա գիշերը Ռուսաստանի YouTube-ում պետք է առաջի տեղաներ, դա իմ մրցույթն է։ Ես չեմ իմանում ով ունեցել, կարող սա ունեցել են, բայց ես չեմ ունեցել։ Իմ մոտ եղել է օրինակ 3-րդ տեղն է Ռուսաստանում եղել YouTube-ում, դե Հայաստանն է շատ եղել առաջին։ Բայց դա опять же իմ մրցույթն է։ Ասում եմ 3-րդն է, դա եղավ 2-րդ ու մի ամետ մտածեցա առաջի տեղն էր, դա իմ մրցույթն է, ես միշտ մրցում եմ, բան մրցույթ եմ անում ինքս իմ հետ։ Իսկ այդ ժամանակ նայեցիք ով է երկրորդ տեղում, ով երրորդ։ Չէ։ Մենակ ձերը նայեցիք որ առաջինը։ Չէ, Ռուսաստանն նայել եմ, հետաքրքիր էր, օրինակ խոսքը կարող է, բայց սա Ռուսաստանի երկրներ են։ Հայաստանը չեմ նայել։ Ես просто տեսել եմ առաջի տեղն է, всё как бы, ну, ել եմ ասում, կարևորը երկնասիրվել, կարևորը ժողովրդասիրը։ Անդե просмотр, չգիտեմ, առաջի տեղ ինտերնետային այդ բանը, դա այդքան էական չի։ Ժողովուրդը սիրել է, ուրեմն всё ստացվել է։ Եվ գիտեմ մոտիվացնող եւ հոլովակներ եք շատ սիրում նայել եւ ֆիլմեր եք շատ սիրում նայել, այսինքն մոտիվացիան ձեր առօրյայում ու կյանքում կա։ Եվ ձեր որդուն եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ շատ սիրում են ու իրենց համար գուցե դուք օրինակ եք մոտիվացիայի առաջ գնալու, դժվարություններ հաղթահարելու, կան ինչ-որ կարգախոսներ, խոսքեր, որը վերցրել եք ու այդ օգտագործելով եք առաջ գնում։ Կամ կյանքի ամենադժվար պահերին այդ օգտագործում եք, ասում, հիշում եք, որ Պրոստը սենց ասեմ, ես իմ փորձս եմ ասում։ Ես միշտ շատ եմ նայում մոտիվացիոններ վիդեոներ, նայում եմ ովքեր որ մի բանի հասել են, իրանք как размышляют жизнь, мне очень интересно. Но опять же, ես կարող եմ իր ամբողջին չլեմ։ Օրինակ ասենք, շատ կա ասենք, կարող է զալեթան մնացածը բան լսեն, օրինակ, չգիտեմ, վազելուց լսեն, չգիտեմ, երաժշտություն, ես помясնում եմ այդպես բաներ, օրինակ եմ ասում, мышление человека, который чего-то достиг, խոսքով, այդ լիքը վիդեոներ կա, ու ես սաղին լսում եմ,
բանկա իրանց հետ համամիտ եմ, բանկա համամիտ չեմ, ու ես ինքս իմ մեջ այդպես հավաքում եմ իմ мышление, как бы, ну, свое делаю, էլի։ И я, չգիտեմ, просто որ կես ռուսերեն, կես հայերեն ասենք, խոսալս էլի, դրա համար կուզեմ ճիշտ արտահայտվեմ այն մարդկանց, ովքեր որ ասիկ որ ուզում են նայում են ու ինչ-որ կուզեմ իրանց անկեղծ եմ ասում, это просто нестандартные слова, пускай будут, но ուզում եմ ասեմ իրանց իրոքից իրանք եկա ոչ պատկերացնեն ուրդուց ուր կարան գան։ Просто нельзя сдаваться. Категорически нельзя сдаваться. Есть периоды, что надо обязательно это пройти, чтобы потом перейти в другую сторону листа. Я в это верю, и я сам это прошел. У меня в жизни была ситуация очень сложная. Я просто к нему сам пошел. Я когда пошел к этой сложности, я сказал, если бы я анснем, у Петка анснем, я готов, я сам туда пошел. Я прошел это, у меня все перевернулось. Շատերը просто չեն պատկերացնում, շատերը ատենում են սիրուն մասը, ասում են, հատ ինչ հավուրը, բայց այդպես չի եղել։ Իմ կյանքում անեցա փոխվել կյանքը, ասենք շատ ռիսկի, ես շատ աշխատասեր եմ, միշտ եղել եմ աշխատասեր, երկել եմ, չեմ երկել, չգիտեմ էդի, աշխատասեր եմ ահավոր ձևի, ու դա սաղի մգեները գիտեն, ամեն իրանք էտենան, ասենք այդպես չի որ մեծ ձևական խոսում եմ, ահավոր ձևի աշխատասեր եմ, երկը հելել է նոր, երկը առաջիթանա սաղ չարտերում, ես մի քանի օրից էլի կլիպ եմ նկարում։ Դա իմ աշխատասիրությունն է, սիրում եմ իմ գործը։ Ու ես որ Մոսկվա եմ եկել, Վոլգոգրադ եմ ապրել։ Անկեղծ եմ ասում, օրինակ, չգիտեմ, ընկերս է տվել ավտոբուսի փող, դա հիմա ասեմ դրան, ոչ թե ինձ խղճալ պետք չի։ Այն տեղեքին ովքեր որ այդ սիտուացիայի մեջ են, ընկերս է տվել ավտոբուսի փող, որ ես հասնեմ, ոչ թե ավտոբուսի ամանալու, ասենք ձերը, ես եկել եմ ընդեղ, չեմ գնացել տուն ես, տուն էլ եմ ունեցել բան, ասել եմ չէ, պետք է я добьюсь своего։ Ասենք մենք սմանոսկում տուն տեղ բան, բայց ես եկել եմ մենակ, եկել եմ Մոսկվա, ու ես դժվար օրերով, но я не сдавался։ Ես Մոսկվան որ հերվից տենում եմ ավտոբուսից, ասում եմ, չգիտեմ, ասում եմ, կարող է իմներ այդպես կինոների պես լինի, Եմ որ sense խոսում է, я покорю բան չէ, դա բանկա, ասում է, неужели им это лататься, ну ինքս իմ հետ խոսում է այդպես։ Բայց արի ու տես որ сила притяжения есть։ Я не покорил Москву, բայց չէի կարա պատկասնել որ ես կարամ, չգիտեմ, просто элементарно 3 հատ համարել եմ։ Ու ես եկել եմ դե, ասենք, ասում է, ничего, терпи, շատ դժվար օր եղել։ Նույնի ինձ իմ բարեկամները զանգում ասում են իրանք է կարող համիտենան, ասում են արի մնամ մեր տուն, պրինցիպիալի չէ տուն։ Ասում է չեմ տուն։ Ես հազիվ չգիտեմ, մի հատ սենյակ է վարձում, այն է անում, չէ տուն, որտեղ ասում է գալու է այն օրը, ես հասնելու եմ իմ ուզածին ու մեկը չպիտի ասի թե մենք ենք արել, մենք օգնել ենք։ Ու ես միջև առս օրը այդպես եմ ապրում։ Շատերն են եղել գերերս, ովքեր որ հիմա իդեա հիշեցնում են, լավ ձևի, ասում են, ты очень принципиальный, и это реально так։ Я очень принципиальный. Драмар, стремитесь, идите к своей мечте, не сдавайтесь. Ամենակարևորը չպետք է հանձնվես։ Верь в то, что ты хочешь. Верь в то, что ты веришь. До конца надо верить. Это самое. Ու ես շատ պրինցիպիալ եմ, ասենք, շատեր եմ եկավ հետաքրքիր ոնց եմ եկել ասել։ Ինչ-որ ես չեմ ասում, ինչ-որ մի տեղ եմ ասել։ Էլեմենտարն եկել եմ մի երկիչ կա, որ Արկադի Դումիկյան, փոքր երկիչ, բայց դրան եկել եմ, հասել եմ իմ աշխատասիրությամբ, Աստուն հավատալով ու պրինցիպիալներով։ Մեկ ինձ ասում է կոմո չի ստացվում, ես դրա հակառակն եմ անում։ Դրա համար ովքեր որ չեն ուզում ես առաջ հետամ, թող խոսան իզանից վատ բան, որովհետև ես իրան շնորհիվ եմ էտալու առաջ։ Այդպես է, ու у меня так было в жизни։ Բամար տեղը ինձ խոսքը ասել է խես իմ երկերի երկում, ես ռեստորանի երկիչ եմ եղել։ Ես sense նայել եմ իրան, հետո ձեռը սխմել եմ։ Ես обычный ресторанный певец был, просто Но людям нравилось, как я пел. Իրանք գալիս են ինձ լսելու, իրանք ուզում են լսեն իմ կատարման մեջ երկերը, բայց ես չպատկասա, որովհետև իմ մտածելակերպը այդպես չի, նախանց չեմ։ Իմ սաղ երկերը ես օրիգինալ մինուսները տալիս եմ սաղին, ասում եմ երկեք, որովհետև սաղս է երկ չենք, սաղս են ընտանիք եմ պահում։ Երկիչ եղա, ասել է խես դու երկում իմ երկերը։ Ձեռը սխմել եմ, սենց, ասել եմ спасибо тебе, ասել է за что, ասել եմ ախր ես խիչ պիտի իմ երկերը չերկեմ, որ քո երկերը երկեմ։ И это он тоже помнит, и я это помню. У этих им мод шат хатвастен եղել, որ պրինցիպ եմ ընկե, ու ես արել եմ դա։
Очень много было таких ситуаций, или плюс-минус. Բարեգործություններ, որոնք շատ կան ձեր կողմից արված ու որոնց մասին դուք չեք ուզում խոսել, այս մասին եւս մարդիկ շատ Я գիտեն։ два слова скажу, можно по поводу этого? Իհարկե։ Хочу обратиться к тем, у которых есть возможность, но не, просто я им хочу попросить, եթե հնարավորություն է, թո անեն, որովհետև Աստված բերում է դեմը, դա մեկ, երկրորդն խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ մի պակետ օգնություն են անում, դա իմ որ sense, դա շատ էժան է նայվում։ Իրանք կարող է դա չեն հասկանում, բայց շատ էժան է նայվում։ Պրոստը դա вот ես ասում եմ այդպես բաներ, ու ես չեմ կարա այդանով զզվելով, ես չեմ կարա ինձ թույլ տամ, ես ինչ-որ բան ասեմ ու ասենք, տիպը я помогу, բախ ինչ պետք է օգնեմ։ А кто мы все? Эти հեծանից չէր որ ես տանջվելով եկա հասել եմ ինչ-որ ամիտեղ չպետք է օգնեմ, ասենք Աստվածը տալիս է, մենք պետք է տանք ուրիշի по возможности. Опять же, բայց просто չենք ասում թե շատ արեք կամ ես շատ եմ արել, դա չի հարցը, просто շատ տահաճ է նայվում, էլի։ Մի հատ ժողովուրդ ջան, այդում ենք էսի նվեր տանք էս երեխուն, ավելավա չտան այդ նվերը։ Ասենք դու նախ անարմար ես գցում այդ երեխուն, երկրորդն մի հատ էլ աֆիշուրս մտում дու ահա որ լավ բան ես արել։ Это ասենք գովալու բան չէ, էլի։ На самом деле у меня вот чуть-чуть злость к таким, которые себя ведут так. Это противно. Ամեն դեպքում ես գիտեմ, որ այդ բարեգործությունների մասին ինչքան էլ դուք չեք խոսում, մարդիկ իմանում են, բայց նաև գիտեմ, որ կան նույնիսկ բարեգործություններ, որ ձեր կողքի ու ձեր հարազատ մարդիկ չգիտեն, որոնք դուք անում եք, այսինքն այդքան ոչ մեկի չեք ասում դրանց մասին։ Բայց ես ուզում եմ հարցնեմ, ինչ են այդ բարեգործությունները ձեզ համար։ Իրանք ձեզ լցնում են, իրանք ձեզ, որովհետև երբ որ ինչ-որ բան տալիս ես, դրանից դու էլ ես ստանում։ Ինչ էմոցիա է գալիս։ Դե չգիտեմ, մի քիչ հանգստություն է բերում, ես դրանից հաճույք եմ ստանում։ Շատերը գիտեն թե դա հեշտ է, չգիտեմ, հա դե ինչ արես որ ընդ եկալով։ Но это реально не так. Ով որ կա այս սֆերա մեջ, իրանք համաձայն են որ դա չկա, այդտենց չի, էլի։ Բայց я все равно я благодарен Богу. Ես հավատում եմ Աստծուն, ես միշտ Աստծու հետ խոսալով ասում եմ որ եկել է պետք է օգնեցել։ Այդտենց է։ Слава Богу, ես խոսքի сыт и здоров. И все, я от этого себя хорошо чувствую. Я спокоен больше, но после этого за моих детей. И все. Մեկնաբանություններ կարդում եք ձեր մասին գրված։ Так, просто периодически, ասեմ, честно говорю, без этого, я чем նայում կոմենտները в основном, գիտեք, ես չգիտեմ ոնց է եղել, շատերը կարող են մտածում են թե ես չենջում եմ, բայց այդպես բան չկա։ Просто в основном пишут хорошее. А те, кто плохо пишут, недостойны того, чтобы я на них обратил внимание. Ես որ ասում եմ, չէ, առօրյայի պես եմ լնում, չէ, ասենք բեմին, լայվ արենայում, ասենք երկրորդ օրը ես ժողովուրդ հետ նու խոսալով ասում եմ, որ ես իրոքից եմ ասում, ես հավաքում եմ իմ կողքը, այն մարդկանց, ովքեր որ ինձ հասկանում են ու ինձ տենում են իսկական ոչ թե ասենք այն տունը պարապ սարապ ինչ-որ տենց я сразу блокирую, честно говорю, они мне не нужны, я не стараюсь им быть хорошим, они мне просто не нужны. Այն մարդը որ չի հասկանում օրինակ չգիտեմ ինչ որ տես просто բզբզում է, չէ, որ ասում է, я их просто блокирую. Я даже и не смотрю, я их и не разблокирую. Я не хочу для них быть хорошими, потому что они для меня плохие уже. Не то, что им ерка очень сильно, они могут сказать, но мне не нравится его пение. Это нормально. Я их просто անցնում առաջ ու всё. Համերգի ժամանակել եմ դա ասեմ, որ իրոքից եմ ասում, երկու օր համերգ եմ ունեցել լայվ արնում։ Իմ արև ոնց ու սախ իրար բարեկամ են։ Ես եկել եմ հատված կա եկել եմ դաշնամուրի մոտ sense պետք է երկեմ sense լրությունը։ Sense նայում եմ ոնց ասում կողը մենակ եմ զալում, ես իզի թվում է։ Որտեվ սախ մի ձևի ժողովուրդ են հավաք։ Ու ես այդ եմ սիրում։ Я не хочу быть для кого-то хорошим или чтобы ему понравиться. Я какой есть, нравится, не нравится, твои проблемы. И все. Եվ գիտեմ, որ լսանում թշնամի երկրից եւս կան շատ մարդիկ, ովքեր լսում են ձեր երգերը, ձեզ սիրում են ու ձեզ գրում են այդ մասին։ Հա, եղել է շատ դեպքեր ա եղել, ես օրինակ դրանց կարտացել եմ, որովհետև ֆլագները տենելով լիքը եղել է, որ գրել է, որ մեզի չեն մենք լսում էինք Արկադի Դումիկյանին, բայց մամաս որ իմացավ Արկադի Դումիկյանը հայ է, она запретила меня слушать, но я все равно слушаю его песни. Вот это я комментарий запомнил. Вот это шатка.
Ես դաժե համոզված եմ կարող է համերգներն էլ որ Ռուսաստանում ալնում են յատակ դումը։ Կոմենտին կամ նամակին պատասխանել եք, թե ուղղակի կարդացել եք ու պահել Я եք։ просто прошелся. Песня 44 дня. Вот там очень много комментариев от них. Их тоже заделали. Ну, там много пишут. Վերադառնալով մյուս երգերին եւ առասարակ մեկնաբանություններին, դուդուկ երգը շատ քննարկվեց եւ հատկապես ռուսալեզու լինելու համար ավելի շատ քննարկվեց։ Ես ուզում եմ հասկանալ, Անդե ասե հայերեն, դուք չգիտեք որ դուդուկ հայնա։ Գիտեք չէ։ Ասում է играй армянский, наш դուդուկ, որովհետեւ ասենք գիտեք ինչ խնդալու, իրանք առանց իմանալու ինչ որ բանի, այդ խորը իմաստը։ Մտածում եմ մենք պրոստը վեկանանք երկ ինչ որ տենց արինք, որ просмотр ունենանք։ Այդտենց երկերը կատեգորически կոմերցիոն չի։ Որ զանով դու կարաս փող աշխատես, հարսնիկ երկես, որ դու կարող ես դանավիշով մի տեղ հետ հասկանես։ Էդի պրոստը հայերնելով գտնում ես քեզի պարտականություն ու դու անում ես։ Ես հայ երկ չեմ, որ ապրում եմ Ռուսաստանում ու ունեմ շատ լսոներ, ովքեր հայ չեն։ Իրոքից եմ ասում։ Մի օր որ Աստված տալնեք եմ համերգները Ռուսաստան, դուք կտենաք որ մենակ հայերը չեն։ Ու դի իմ объясняешь, դու իրանց հասցնում ես, այնտեղ շատ բաներ կա այդ երկի մեջ, որը գրվել է, ասենք, շատ հարգված մարդ է, մենք մի արտանեգրություն ենք անում, ձյաձ Գարիկը, ի Արսեն Կասիև, որից էդի ուղարկել են, ասենք ուզում եք որ դու երկես։ Ուզում եք որ դու երկես, они даже за это хотели оплатить. Вот это просто ինչկա էդ եմ ասում, էլի, ասենք մի կամերով իրանք էլ էդ տենում են։ Ես որ լսեցի երկը, ունեն իրանքը բյուջե, общий բյուջե, որ ես լսեցի այդ երկը, ասի ես պարտականություն եմ գտնում, որ դա պետք է երկենք ու մենք ես էլ սպորտսմեն չեմ, որ այդ համ մրցումների փորձեմ կրեմ։ Ես էլ իմ սվերավ եմ ուզում ինչ որ, չգիտեմ, դենիստի ասեմ ինչ որ չէ, ասենք բանը, ու այդ общий բյուջեն режиссер այդ վայի հետ, я ему доверился именно, որտեվ իրան իմանալով Պատրիոտ ելնելով, թե ինքը այդ կլիպները ես իրան շատ եմ սիրում, այդ ֆորմատի ես իրան դիմել եմ, նոր տարվա գիշերները ինքը նկարել, ասի վայ ջան, սենց ու այդ բյուջեն, որ շատերը չեն իմանում, ես կարա պրոստը օգտագործել ինձի, իրանց բյուջեի ու այդ իմ բյուջեին արել ենք լավ բան, ցույց տանք, մնացածը բյուջեն, որ իմ մոտ մնացել է, զանգել եմ իրանց, ասել եմ ձեր ցավը տանեմ, это для меня не коммерция. Для меня это պարտավորություն է, ես պետք է անեմ, մնացել է գումար մի հատ, լուրջ եմ ասում, այդ ոնց որ համի ասեմ, շատերը կարող է չհավատան, բայց լրիվ սաղ փաստերը կա, ես просто չեմ խոսում, это дешево разговаривать, էլի։ Ես ասել եմ, ես ուզում եմ ինչ որ մնացել է, ես կլիպ արեցինք, լավ արեցինք, ասենք անորոշ լավ բանակ։ Էսի ես չեմ կարող տեսա մի մանե դնեմ ջեբս, թե տիպը պեսնու զալ, որովհետև սկզբից ինքը ուրիշ երկ էր, հետո դառավ ուրիշ երկ, բան, ես ասում եմ իրան, ասի ուզում եմ հետամ։ Ինքն էլ ասեց, մենք գիտենք որ դու օգնություններ ես անում, ասեց բանը, ում գիտես դու էդի։ Անունը չտամ, կարող է Պիտիգորսկի ժողովուրդն ինձ գրեցին Արկադի։ Մի հատ գումար է գրել, ասում է բանը։ Մի ասում եմ իրանք է կարող է հաստատեն, ես просто так բան չեմ խոսել, էլի։ Գրում են ասում են, можешь у себя выложить у нас сбор такую сумму, մեկին մեկ այդ գումարն է, որը որ պետք է հետամ։ Ու ես այդ գումարը ուղարկել եմ իրանց։ Բայց какие-то, որը вообще տեղակ չեն, и обсуждают, որ մենք Ռուսաստան ապրելով դու հելնում ես առիթներին, համերգներին, օրինակ լայվ վարենա ես չեմ անում ինչ ազգայեղ է իմ համերգներն, բայց ես դա երկել եմ ու վերենի հելել եմ կողոս դուդուկ նվագող իմ ընկերն է, ինքը կողոս դուդուկ նվագելով ես ասում եմ играй армянский наш дудук, тебе судьба и боль народа, это դրանով ուզում ես հասցնես ուրիշները, որ ասենք այլ ազգերը լսեն, ասեն հա пасторен սենսա и так далее, кто меня знает и любит мое творчество. Вот это менակ просто կոմենտ գրելով չի, թե ասենք просто рассуждать. Атենց չի, Ռուսաստանը կապրում այլ ազգերի մեջ, ասեմ դες, это ոչ ամերիկանա, ոչ բանա. Да все по-другому, но мы стараясь этим показываем, что мы армяне,
Իշկան կարանք, ասում ենք ցույց ենք տալի, рассказываем։ Օրինակ իմ համար մեծ պատիվ է լայվ արենը, այնպես ստացվա որ սա դրոշներ են արել, ինձ էքստին էս էտի բարձր իմ համար շատ էմոցիոնալ էր։ Կամ աս խոսքի երկում ենք հեյ ջան Երևան Ստալիցեվ Սեխարման, դուք չգիտեք որ այդ Ստալիցեվ Սեխարմանը, բայց այս համերգների ժամանակ էտի երկում եմ ու ես ուրախանում եմ, հպարտանում եմ, որ ասենք ռուսա, ցիգանա, թե այլ ազգը դրատակ ապարում են հեյ ջան Երևան Ստալիցեվ Սեխարման։ Լիքը sense բաներ կա, որը որ ես չեմ արտահայտվում։ Կարող է որ արտահայտվի այդպես չեն խոսա, բայց այնքան բան կա նесправедливо։ Ու մի բան կա, էլի, օրինակ մարդ որ սխալ է անում, ես ընկերներ ունեմ ուրիշ ազգից, էլի, իրանք որ ասում են, էսի մերն է, մի բան սխալ է անում, հուշում են, ասում են, մի փնովեք։ Մերն է, նաբարո դուխ տվեք։ Օրինակ եմ ասում, հիմի այտենց կլիպ ենք նկարել այտենց բան։ Լավ չէ՞ լի դրա տեղը մի հատ ռեպոստ անեն։ Ոչ թե խոսեն։ Չէ՞ որ ցույց ենք տվել ուժեղ հայերն ենք ցույց տվել։ Չէ՞ կամ ասում են, ասենք դրա տեղ կարելի մի հատ ռեպոստ անեն։ Ռեպոստ անեն ու տակնի գրեն, ինձի գրեն, ասեն գիտես չկա Արկադի ջան, էսի արել ես, բայց այսի պեչեր անել։ Մյուս անգամ որ անում ես, էսի մի արա։ Խոսքը օրինակ էլի։ Մենք որ այտենց անենք, ավելի ուժեղ ենք անելու։ Ոչ թե մեկը մի հատ սխալ անում, այս ինչ արեց, այդ խի արեց, այն արեց, այտենց դրա համար չէ, я так считаю, что надо друг другу поддерживать. Թե երկի բառերը եւ թե տեսահոլովակը, որը փոքր ֆիլմ է հիշեցնում, բավական ռիսկային էին ձեզ համար նման աշխատանք անելը։ Հա, բայց Այսինքն շատերը պրոցես չեն իմանում, ու դա իրոքից ռիսկային է եղել։ Մենք ցույց ենք տվել ուժեղ հայ։ Իրոքից եմ ասում, ցույց ենք տվել ուժեղ հայերի։ Просто ասեմ, я не хочу говорить про тех людей, которые к таким вещам не понимаю. Есть повод, այտենց համատած կարամ դեմ историю все рассказать, у вас ենք суть. И կարող է զարմանալ, բայց я свое время даже не хочу на это тратить. У меня другие цели в жизни. И չոր խոսքի, չգիտեմ, ով է, բանով է, դուները չի եկել, ձեր գործն է, իմ դուրը շատ է եկել։ Ու ես ուրախ եմ որ արնեմ այդ գործը, ես полностью հպարտ եմ որ արնեմ այդ գործը, որովհետև ցույց ենք տվել հային, ուժեղ հայեր ենք ցույց տվել, պատմել ենք այլ ազգերին, ովքեր որ ռուսերեն գիտեն, որ դուդուկը հայն է, ու չերես այդ երկի բառերով լիքա պատմություն ենք պատմել։ Իմանա անգլերեն կերկի։ Պրոստը չեմ իմանում։ Ռուսերեն գիտեմ ու հայերեն գիտեմ։ Играй, дудук, по нотам грусти и печали. Играй, дудук, про то, о чем молчали. Играй, дудук, про мой народ, про мое горе, про душу, что слезою льет и разрывает болью. Վերադառնալով համերգներին, շատ տարբեր լսարաններ են, թե միևնույն է կապ չունի, որ երկրում ձեր լսարանը միևնույն մարդիկ են եւ դուք համերգներին նույն երգացանկով եք պատրաստվում, թե կապ ունի համերգը որտեղ է։ Տարբեր է, ու ասեմ դեզ, գիտեք, համալիրում 3 օր ա եղել, մի օր ու 2 օր իրար հետևից։ Ես այն 2 օրվան հարց եմ տվել, ասեմ, ժողովուրդ ով է եղել այն համերգին, ասեմ դեզ, կարող է չհավատաք, բայց ով եղել է այդտեղ, հաստատի, որ այտենց է եղել։ Ասենք կարող է մի, չգիտեմ, 100-150 հոգի ասել, որ մենք եղել ենք։ Ոնց որ թազա բամարտիկ են, էլի։ Ու ասենք Ռուսաստանի ռեպերտուարը ուրիշ է, Երևանինը ու Լոսի ռեպերտուարը համարյա թե նույնն է, հա։ Բայց բանը Հայաստանը պատրաստում ենք ամես համերգի, թո սուրպրիզ լինի, пока что готовимся։ Ես շատ ուրախ եմ, որ սպասում են, իրոքից զգում եմ, որ սպասում են, շատերը գրում են, ասում են։ Այս տարի կլինի 25 թվականին։ Դու դա 25 թվականի կլինի։ Մեծ համերգ եմ ուզում անում։ Հիմա մենք sense նստած շատ լուրջ, շատ սիրուն խոսում ենք ամեն ինչի մասին, բայց իրականում շատ հետաքրքիր եւ արկածային բաներ կան ձեր կյանքում, որոնց մասին չխոսեցինք, չենք խոսի, բայց գուցե մի օր ֆիլմի տեսքով տեսնենք։ Может быть, есть цель, дай Бог получится, но не сейчас. И может быть, дай Бог, когда-то будет фильм, который будет называться «Думикян». Может быть, дай Бог, что получилось. Там я все покажу. И там очень интересно будет. И поймут, почему и как все это получилось. Что любая сложность, у меня много сложностей было. И каждая сложность меня сделала сильнее. И поэтому, кто меня смотрит, ребята,
Не расстраивайтесь, просто идите вперед. Верьте в себя, делайте то, что вы любите. Если вы делаете то, что вы не любите, надо менять что-то. А если вы будете верить в то, что вы делаете и любите это, то просто терпите, и все будет. Вот так вот. Եվ իմ վերջին հարցը, եթե հանդիպեք 14 տարեկան Արկադիին հիմա, ինչ կասեիք իրան։ Ասե աղբերես լավ լինելու շատ չմտածես։ Ատես կասեի։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ մերսի հրավերքի համար, շատ ուրախ եմ։ Спасибо։ Wyndham Grand ծաղկաձոր հյուրանոցը ամերիկյան բրենդի ներդրումային հյուրանոց է, որը հնարավորություն է տալիս գնորդներին ստանալ 5+ աստղանի ապարտամենտ, ամբողջությամբ վերանորոգված եւ կահավորված, այնուհետև հանձնել այն բրենդին վարձակալության, տարեկան շատ բարձր եկամուտ ստանալով, մոտ $33,000։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Ամբողջ ընտանիքի համար անվճար հանգիստ տարեկան 21 օր աշխարհի լավագույն 4500 հյուրանոցներում։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք, թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ Solarportal.am մուտք գործիր հիմա։